Արևիկ գյուղը, որը նախկինում կոչվել է Թապադոլակ, թուրքերեն բառ է։ Թապա նշանակում է բարձրունք, ժողովուրդն ասում է թապես թապավ, չէ, գյումրվա բարբառով, այսինքն գլուխը նկատի ունի, դոլակ ոչխարների մագաղելու տեղ։ Այսինքն արևմտյան Հայաստանի ներքին բասենի 40 գյուղից, որ եկել են 12 ընտանիք 1810-ից 15 թվականներին։ Ահա այս բնակավայրն են ընտրել բնակության վայր, հայտնի է, որ կաթոլիկ հայերին Պոլսից մոտ 10,000 հայերի աքսորեցին Թուրքիայի խորքերը եւ նրանց մեծ մասը կոդորվեց եւ անընդհատ Պոլսի պատրիարքությունը սուլտանին այն միտներն էր շնչում, որ կաթոլիկ հայերը դրանք Եվրոպայի ագենտներն են, երբ որ 1804 թվականին Շորագյալի սուլտանությունը ռուս-պարսկական պատերազմի ժամանակ անցնում է Ռուսաստանի հովանավորության տակ, այստեղ ստեղծվում են բարենպաստ պայմաններ, առաջինը անձի ֆիզիկական գոյության ապահովություն, ազգային ճնշման բացակայություն եւ ինչպես նաեւ կրոնական հանդուրժողականություն։ Դրա համար որոշում են այդ 12 ընտանիքը գալիս են 40-ից եւ այստեղ բնակություն են հաստատում։ Ուրեմն մինչեւ հեղափոխությունը, այսինքն 20-ական թվականները, այս կաթոլիկ համայնքները ցանկացան եւ միսիոներները հետագայում եկան, որ Պարսկաստանում եւ Թուրքիայում սկսեցին նաեւ տարածել այդ հավատքը, որ եւ առանցին գյուղեր առաջացան Արևմտյան Հայաստանում, որոնք հետո ռուս-թուրքական պատերազմներից հետո տեղափոխվեցին այստեղ, որ եկան որևէ կապ չկար առաքելական եկեղեցու հետ, եւ նույնիսկ տղա աղջիկ իրար հետ չէին ամուսնացնում, եւ դեպքեր է եղել, որ դրա համար կռիվ է եղել։ Չեն պսակել, այսինքն առաջ պսակում էր եկեղեցին, չեն պսակել, օրինակ, ասենք, Ազադանի մոտ կա Ղարիբջանյան գյուղ, երևի լսել եք, հեղափոխական Ղարիբջանի, Բագրատ Ղարիբջանյանի անունով է, եւ ահա, որ առաքելական ամուսնանում է կաթոլիկ հայ աղջկա հետ, գյուղը չի ընդունում, ինքը կնոջն առնում, հեռանում է մի 6-7 կիլոմետր հեռու, այնտեղ են բնակվում, հետո ով որ այդպես խառն ամուսնություն է լինում, այդպես բաժանվում են, առաջանում այդ գյուղը։ Բայց ասենք 20-ական թվականների վերջերին 30-ականների, երբ փակվեցին եկեղեցիները, այդ կրոնական տարբերությունները վերջացավ, այդ հագասությունը արդեն առաջ որ աղջիկ էին ուզում, ասենք արևիկցին ուզում էր Փանիկից, կաթոլիկ գյուղից, Ձիտյանկովից, Լանջիկից, բայց հետագայում դա արդեն վերացավ այդ տարբերությունը։ 1937 թվականին, երբ որ եկեղեցին փակվեց, քանի որ գյուղում չկար մշակույթի տուն, որոշեցին դարձնել թատրոն սաթը։ Եվ բեմը կար, նստարանները կային եւ ինչ որ բեմադրություն պատրաստեցին, բայց բեմադրության օրը ոչ մեկը չեկավ։ Դրա համար գտան, որ ուրեմն եթե ժողովուրդը չի այցելում, թեկուզ պարդատրելով, ուրեմն փոշմանեցին եւ դարձրին պահեստ։ Ինչու պահեստ? Որտեղ մեծ մասամբ եկեղեցիները քանդում էին։ Գյուղի ղեկավարությունը չնայած կոմունիստ էին, բայց դարձյալ հավատացյալ էին։ Օրինակ Միքայելյան Կապրել Կոլտնտեսության նախագահ ամեն անգամ առավոտյան գործի գնալիս, երբ նայում է շուրջը մարդ չկա, եկեղեցու պատը համբուրում նոր գործի էր գնում։ Դրա համար որոշեց դարձնել պահեստ, որպեսզի չքանդեն։